Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իհարկե նախապես գրած տեքստից մի քիչ կցանկանամ շեղվել, արձագանքելով նոր գործընկերոջ ասածին, բայց մինչ այդ պարոն Թունյանը իր ելույթում խոսեց 21 թվականին ինչպես էր Հայաստան դաշինքը ներկայացել նիստերի դահլիճ, նրանք հագել էին իբր թե քաղբանտարկյալների պատկերներով շապիկներ, եւ այս նույն խումբը գնում էր եւ ինչպես այսօր դատարանների մոտ խոսում էր, թե Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը դատում է ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվողներին, բայց երբ որ արդեն դատավարությունները սկսեցին եւ այս նույն իբր քաղբանտարկյալները մի քիչ ավելի լոյալ քաղաքական գիծ որդեգրեցին, մի քիչ ավելի զուսպ եղան, ասեմ ավելին որոշները նաև իրենց քաղաքական կողմնորոշումը եւ հայացքները փոխեցին, այն նույն մարդիկ, ովքեր շապիկներով գալիս էին այստեղ մեզ մեղադրում էին տարբեր հարցերի մեջ, ինչպես նաև դատարաններում էին այսպես ջատագովում իբր քաղբանտարկյալներին, ասացին, որ տոլավ դեով են դրանք, սայլարկա գողացող չէին։ Ահա թե ինչ պետք է իմանալ Հայաստանի Հանրապետությունում իբր քաղբանտարկյալների մասին։ Քիչ առաջ Տիկին Յոլյանը մի թեմայի անդրադարձավ, թե իբր սոցիալական նոր համակարգը որոշակի խնդիրներ է առաջացրել տարբեր համայնքներում եւ գյուղերում, ասեմ, որ այո, մենք երկու մարզում պիլոտային ծրագիր էինք իրականացնում սոցիալական ոլորտում, ինչու ենք սա իրականացնում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գրեթե չկա մի մարդ, որ չէր խոսում Փարոս համակարգի մասին, Փարոս համակարգի կործանարար ազդեցությունների եւ հետևանքների մասին, եւ բոլոր քաղաքական գործիչները լինեն ընդդիմության մեջ, թե դիմության մեջ, ասում էին, որ անպայման պետք է Փարոս համակարգի շարքերը ֆիլտրել, որտեղ այնտեղ մարդիկ կային, որ պարզապես ծվարել էին։ Ափսոս Տիկին Յոլյանը գնաց, որտեղ ես նրան ուզում եի հիշեցնելի, որ միայն ես լինելով Կոտայքի մարզին գիտեմ առնվազն 10 հոգի, ովքեր Սյունիքի մարզն էին ներկայացնում, ովքեր ունեին ֆուդ կորտ, ովքեր ունեին մանր խոշորավոր եղջերուների ներողություն ոչխարների ֆերմա եւ այլն, բայց օրինակ պետությունից նպաստ էին ստանում։ Մենք բոլորովին խնդիր չունենք սոցիալապես վատ վիճակում գտնվող մեր ընտանիքների համար լրացուցիչ խնդիրներ ստեղծենք, դրա համար այլ մեխանիզմներ են առաջարկվում։ Այո, բայց մենք խնդիր ունենք բոլոր այն մարդկանց, ովքեր քշում են բենթլիներ, ովքեր քշում են մայբախներ, ովքեր ունեն ֆուդ կորտեր, ովքեր ունեն սպասարկման տարբեր կենտրոններ, պետք է անպայման դուրս հանենք այս ցուցակներից, ինչի համար էլ այս մեխանիզմը ներդրվել է։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ սոցիալական խնդիրներին, ապա շատ ընտանիքներ անպայման ցանկանում են մնան Փարոս համակարգում, ոչ թե նրա համար, որ կարիք ունեն այս 15 կամ 25000 դրամների, այլ դրա համար, որպեսզի օգտվեն ֆինանսական, կրթական եւ առողջապահական ծառայություններից կամ արտոնություններից, իսկ սրանց համար մենք առանձին ռեֆորմներ ենք իրականացրել, որոնց մասին ես հիմա, եթե թույլ տաք, սկսեմ խոսել։ Ուրեմն առաջին օրվանից մինչև հիմա այս դահլիճում խոսում են ընտրակաշառքների մասին եւ ընդդիմությունը կամ ընդդիմության շարքերից որոշ մարդիկ մեզ մեղադրում են իբր ընտրակաշառք բաժանելու մեջ։ Ես հիմա սիրելի հայրենակիցներ ուզում եմ ձեր հետ կիսվել մեր իբր թե ընտրակաշառք եւ ընտրակեղծարարությամբ զբաղվելու եւ այլևս ընդդիմադիրների սպეციფიկ գործունեության մասին։ 2025 թվականի փետրվարի 2 Կառավարությունը քննարկում է անհուսալի վարկերի խնդրի կարգավորման եղանակը եկամտահարկի միջոցով։ Ընդդիմությունը դեմ է։ Սա ընտրակաշառք է անբարեխիղճ վարկառուներին 2024 թվականի հոկտեմբերի 24 Կառավարություն նիստում քննարկվում է սահմանամերձ համայնքներում բնակարանաշինության բոլորին հայտնի 16 միլիոնի ծրագիրը։ Ընդդիմությունը դեմ է։ Այս ծրագիրը ընտրակաշառք է սահմանամերձ համայնքների բնակիչներին 2025 թվականի դեկտեմբերի 2 Ազգային ժողովում քննարկում ենք առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագիծը։ Ընդդիմությունը դեմ է։ Սա ընտրակաշառք է առողջական որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար 2025 թվականի դեկտեմբերի 4 Ազգային ժողովում քննարկվում է պարտադիր զինծառայությունը 6 ամսով կրճատելու նախագիծը։ Ընդդիմությունը դեմ է, որովհետև սա ընտրակաշառք է նորակոչիկներին եւ նրանց ընտանիքներին։ 2023, 24, 25 թվականներ պետական համակարգի աշխատակիցները պատերազմից հետո երկար ընդմիջումից հետո ստանում են 13-րդ աշխատավարձ եւ Երամսակտրվածքով հավելավճար։ Ընդդիմությունը դեմ է, սա ընտրակաշառք է պետական համակարգի աշխատողներին եւ նրանց ընտանիքներին։ 25 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներ հետ ժամանակավոր կառավարիչը հաղորդում է, որ մարզային կառույցներին եւ տեսուչներին պարգևավճար է տրվել, բարձր պաշտոններ զբաղեցնող ղեկավարներին բարձր հավելավճարներ տալու փոխարեն։ Ընդդիմությունը դեմ է, սա ընտրակաշառք է հեծի աշխատակիցների ընտանիքներին։ 23, 24, 25, 26 թվականներ կառավարությունը իրականացնում է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագիրը։ Ընդդիմությունը դեմ է։ Նարեկ Կարապետյանը նշում է, որ սա փողերի անիմաստ վատնում է,
պետք է իրականում երևի սեքսի նախարարություն բացեինք համայնքներում, կամ ընտրակաշարք է շահառուների ընտանիքներին։ 2026 թվականի փետրվարի 25 վարչապետը հայտարարում է թոշակների բարձրացման մասին, որը նաև ներառված է 21-25 թվականների կառավարության ծրագրում։ Ընդդիմությունը դեմ է։ Սա ընտրակաշարք է թոշակառուներին։ 26 թվականի փետրվարի 25-ին կառավարության միջամտությամբ չեղարկվում է վիոլա ջրի նոր ժամանակացույցը։ Ընդդիմությունը դեմ է։ Սա ընտրակաշարք է ջուր օգտագործողներին։ 21-26 թվականներ եւ շատ առաջ, ինչպես նաեւ մեր օրեր, Գագիկ Սուրենյանը հաղորդում է առաջիկա 3 օրերի եղանակային կանխատեսումը, նշելով, որ տեղումներ են սպասվում։ Ընդդիմությունը դեմ է, որովհետեւ սա ընտրակաշարք է նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Սա արդեն ընդդիմություն չէ, սա արդեն դիագնոզ է, խրոնիկ չուզողություն։ Իսկ հիմա գանք, թե ինչ է նշանակում կեղծել ընտրություններ եւ ինչ է նշանակում ընտրակաշարք։ Ընտրությունները կեղծում էին այն ժամանակ, հարգելի գործընկերներ, երբ պարկով փող էին բաժանում։ Մի ոստիկան էլ կանգնում էր շենքի մուտքի մոտ, որ օրինակ ընդդիմությունից որևէ մեկը չկարողանա ներս մտնի եւ չկարողանա խանգարել այդ սուրբ առաքելությունը։ Վստահված անձանց ծեծում էին, տղամարդկանց ֆիզիկական բռնության էին ենթարկում, իսկ կանանց օրինակ կողպում էին տարբեր տեղամասերի սանհանգույցներում, անգամ ջուր չէին տալիս խմելու եւ ամեն ինչ անում էին, որ նրանք հաշվարկին չմասնակցեն։ Քվեները հաշվելից հոսանքը մեկ էլ գնում էր եւ արդեն քվեարկված տրցակով քվեաթերթիկները լցվում էին տուփի մեջ եւ օրինակ 400 հոգանոց տեղամասում 7892 քվե էր հետո լինում, բոլորն էլ ընտրված իշխանության տեխնացուի օգնին։ Մեկ օրինակ քվեատուփը տեղական ընտրատեղամաս տանելու ճանապարհին մեկ էլ հոպլա կորում էր, բայց մի անհանգստացեք սիրելի քաղաքացիներ, դա ոչ թե կորում էր, այլ բոլորովին նոր եւ արդեն համապատասխան չափով քվեաթերթիկներով քվեարկած սիրուն այդ քվեատուփը գտնվում էր ընտրական տեղամասում։ Ընդդիմության տեխնացուի օգտին եղած քվեաթերթիկները դարձյալ բռնությամբ դրվում էին ցանկալի տեխնացուի օգտին կամ դրանք թաղվում էին դպրոցների մանրահատակի տակ, ինչպես բոլորովին վերջերս քարոզարշավի ժամանակ հայտնի դարձավ, կամ նետում էին դիտահորերը, հետո արդեն դրանք հանելու նպատակով։ Ընտրություններից հետո փողային ռազմորկաների ժամանակ անգամ դանակահարում էին իրար, եւ ով շատ փող էր ստացել, բայց քիչ էր բաժանել, որի արդյունքում նաեւ ձայներն էին քիչ, մի գիշերում օրինակ փախչում էր իր ընտանիքով Հայաստանի Հանրապետությունից, որ իր ընտանիքը կամ ընտանիքի որևէ անդամ հաշվեհարդայի զոհ չդառնա։ Վերջերս ընտրությունների ժամանակ իմ հայրենի Հրազդան քաղաքում Բարգավաճ Հայաստանի պատասխանատուներից մեկը ստացել էր 30 միլիոն դրամ ընտրակաշարք բաժանելու համար, բայց նա ցանկացավ, որ մի գիշերում դա ուղղակի տանուլ տա կազինոներում։ Ընտրական տերորից հետո տասնյակ դեպքերով կոտրված քթերի, կողոսկների, ձեռքի մատերի դեպքերի մասին էինք լսում, որ անգամ վախենում էին դիմել բժշկի։ Հետո բուժքույրերը նրանց տանը համապատասխան օգնություն էին ցույց տալի, մարդիկ վախենում էին, որովհետև իշխանությունները նրանց վերջնականապես կարող էին հոշոտել։ Երբ տերորն ու շանտաժը հասնում էին գագաթնակետին, քաղաքացիները դուրս էին գալիս փողոց բողոքելու, բայց իշխանությունը նրանց գնդակահարելու որոշում էր ընդունում եւ երկար էլ չէր մտածում։ Բանակը հանում էին ժողովրդի դեմ։ Ես ուղղակի այսքանը հիշեցի, վստահ եմ, որ ձեզնից շատերը այլ ավելի տեսակների մասին կհիշեն, ինչպես օրինակ անգամ քորոցով էին ծակում պետական համակարգչի աշխատակցի քվեաթերթիկի ծրարը, որ հետո հասկանան այդ աշխատակիցը իրենց ընտրել էր, թե չէր ընտրել։ Հիմա ուշադրություն, այս շեդևրների հեղինակը եկել են մեզ ասում են, թե մենք իբր կեղծել ենք ընտրությունները։ Իդեպ Նարեկ Կարապետյանն այստեղ չէ, ես շեշտեմ, ես ծնունդով Հրազդան քաղաքից եմ եւ Տաշիր համակարգի բալանսին է գտնվում մի քանի մեծ կառույցներ Հրազդան քաղաքում եւ ինչպես 21 թվականին զորով շարով այդ մարդկանց բերում էին Ռոբերտ Քոչարյանի հավաքներին, այնպես էլ հիմա զորով շարով բերել էին այս հավաքներին, եթե Նարեկ Կարապետյանը շատ ուզի, ես այդ աշխատակիցների նամակները նաեւ նրանց ցույց կտամ։ Հիմա այս մարդիկ որոշել են, որ ինչ որ մի կերպ պիտի ցեղ շպրտեն իշխանությունների վրա, դե քանի որ անհաշտ են նաեւ արդյունքների հետ եւ ինչպես իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանը նշեց այդ 1.5 միլիոն մարդը ամենադարդն էին, որ երևի թե փողը վերցրել են չեն ընտրել կամ խաբել են չեն ընտրել կամ Ռուսաստանից եկել են իրենց չեն ընտրել եւ այլն։ Ցավոք սրտի այս մարդիկ ասում են, թե վարչապետը ժամը 2-ին կանգնեցրեց քվեարկությունը։ Ուրեմն վարչապետը
Ուրիշ տարբերակ չուներ, եթե այդպիսի ցանկություն ունենար քվեարկությունը կանգնեցնելու կամ ձեր լեզվով ասած ինչ-որ կտավ ստեղծելու համար, պիտի գար հրապարակայանին դիմեր իր թիմակիցներին եւ առհասարակ բոլորին։ Շնորհակալություն հայտներ, որ այդպես հաշտ է եւ նորմալ է անցել քվեարկությունների process-ը, որ ձեզ էլ հնարավորություն չտար խոսելու։ Ես կարծում եմ, որ Աստված բոլորին օժտել է տրամաբանությամբ եւ բանականությամբ եւ մեկ-մեկ շատ կարեւոր է օգտագործել օրինակ գլխում գտնվող մի օրգան, որի անունն է ուղեղ։ Շնորհակալություն։